Սակապուտակ Սևանն է, Հայաստանի ամենամեծ լիճը, իսկ սա Երևանն է, Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ եւ գտնվում է Շահումյանի անվան հրապարակը։ Շահումյանը ժամանակի ականավոր հասարակական քաղաքական գործիչներից է եղել։ Այսօր վաղ առավոտից Հայաստանի տարբեր մարզերից այստեղ են հավաքվում բազմաթիվ երիտասարդներ, որպեսզի հենց այս հրապարակից մեկնեն Սևանի արգելոց եւ միասին այնտեղ անցկացնեն 5 օր։ Նրանց բոլորին միավորում է միասին երիտասարդական շարժումը։ Սա միասինցիների նմանատիպ առաջին միջոցառումը չէ, սակայն առաջինն է իր աննախադեպ մասշտաբով եւ պայմաններով, որտեղ անցկացնելու են առաջիկա օրերը։ Նրանցից ոմանք արդեն հասցրել են մասնակցել նմանատիպ միջոցառման, ոմանց համար էլ առաջինն է։ Բոլորն էլ բարձր տրամադրություն ունեն եւ իրենց ակնկալիքները։ Ոգևորությունը մեծ է, մեծ ոգևորությամբ պատրաստում ենք մասնակցել։ Այս անգամ մի քիչ ոնց որ կանոնակարգը օրակարգը մի քիչ ավելի խիստադրված, բայց ինձ թվում է դա ավելի հետաքրքիր է։ Օգնել են հասկանալ, որ կարա մասնակից լինեմ մեր երկրի բարեփոխումների։ Ամենալավն եմ ակնկալում, չգիտեմ, առաջի անգամ կտեսնեմ։ Միասին երիտասարդներին համախմբվածություն է տալիս, հանուն հայրենիքի եւ այսպես ասած ընկերական հարաբերություններ, որը շատ կարևոր է երիտասարդների համար։ Լավ ժամանակ անցկացնենք, շատ նոր բաներ կսովորենք, նոր ընկերներ ձեռք կբերենք, ավելի մեր երիտասարդությանը կակտիվացնենք ու կհամախմբենք։ Քիչ անց իհարկե ժամանեցին Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ավտոբուսները եւ Շարասյան ուղեկցող ոստիկանական մեքենաները։ Բոլոր ցուցակները ճշտվելուց հետո միասնություններն արդեն ավտոբուսներում են եւ դեպի Սևան։ Ճանապարհն ավելի քան հետաքրքիր եւ տպավորիչ էր։ Տեղ հասնելուն պես միասնցիները հանդիսավոր մուտքից մտան ճամբարային տարածք, որտեղ հստակ կանոններ կային չծխելու, չխմելու եւ այլ կենցաղային հարցերի վերաբերյալ։
Բավականին կարճ ժամանակահատվածում արգելոցում ստեղծվել էին բոլոր պայմանները լիարժեք ճամբարային կյանք անցկացնելու համար։ Շուտով սկսվեցին կենցաղի կազմակերպման աշխատանքները, բոլորն արդեն գիտեին իրենց ճամբարների տեղերը և հերթով գնում ստանում էին իրենց վրաններն ու քնապարկերը։ Վրանների տեղադրումը հեշտ գործ չէր և պահանջում էր հնարամտություն ու վարպետություն։ Մենք գտնվում ենք Սևանյան լճի ափամերձ տարածքներից մեկում։ Այստեղ հավաքվել են միասին երիտասարդական շարժման մասնակիցները։ Հիմա կտեսնենք, թե նրանք ինչով են զբաղված։ Հիշեցնեմ, որ նրանք այստեղ մնալու են եւս 4 օր եւ նրանք պատրաստվում են հարմարվել այստեղին։ Հիմա տեսնենք, արդյոք ստացվում է նրանց մոտ։ Պետք է պատրաստվենք ամեն ինչին։ Ամեն մի նեղ վարքյանին պետք է պատրաստվենք նման իրավիճակներում։ Հաշվենք, որ Աստված չանի, պատերազմի գոտումը կամ շորկռի իրավիճակը պատրաստենք։ Շարունակում ենք մեր ճանապարհը եւ տեսնենք, թե մյուս անդամները ինչով են զբաղված։ Պատասխանեք, տեսնենք ոնց է հարմարվել, ինչ եք ակնկալում, ինչ ստացաք։ Շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, լավ է, որ հայ երիտասարդները շփվում են իրար հետ, ավելի մոտիկից ճանաչում են իրար, միասին է հենց դրան համար է, նաև երկրի արդիականացման բարելավման։ Այստեղ հենց նոր ստացան վրաններ եւ մենք հենց հիմա կփորձենք պարզել, թե արդյոք տղաները կարողանում են գլուխ հանել այս վրաններից։ Ու առաջին անգամ ես վրան փոխում։ Հա։ Հետաքրքիր է գործողությունը։ Իսկ ստացվում է մոտդ։ Փորձում եմ, որ ստացվի։ Անփորձել ենք, որ սովոր ենք։ Դեռ նոր է, ինչ եկել ենք, արդեն տեղավորվում ենք, ամեն ինչ հետաքրքիր է։ Կարծում եմ հետագայում ամեն ինչ ավելի լավ կլինի։ Շատ հագեցած ծրագիր ունենք, ծրագիրը այնպեսին է, որ հաստատ ոչ մի վարքյան ոչ մեկս չենք ձանձրանա։ Կարծում եմ ձեռք կբերենք նոր ընկերներ եւ ցույց կտանք հասարակությանը, որ ունենք համախմբված միասին երիտասարդություն։ Ես այնքանով եմ ուրախ, որ այս ճամբարը հնարավորություն է ընձեռում, որ հասարակության մեջ կապ ստեղծվի, հատկապես երիտասարդության մեջ, քանի որ այսօր սերտ հարաբերություններ չկան ու լիքը խտրականություն է դրվում այսօր մեր հասարակության մեջ, դրա համար ինքը շատ մեծ հնարավորություն է ընձեռում, քանի որ այստեղ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն մտքի հետ, որ միասին կարող ես ամեն ինչի հասնել, հատկապես երիտասարդությամբ, մտքով, խելքի ունակությամբ, ապա ես իմ կարծիքով այստեղ գոնե մի քիչ այդ միտքը կկոտրվի։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ միասինի ճամբարում, քանի որ շատ մեծ աշխատանքներ են տարվել, պատկերացնում եք 500 երիտասարդ, որոնցից շատ-շատերը պատկերացում չունեն ինչ է բնության գրկում, ինչ-որ մի քիչ ասենց ասած վայրի պայմաններում ապրելու ընդհանրապես պատկերացում չունեն։ Այստեղ այնքան հետաքրքիր է, բոլորս միասնական ենք, հավաքված են տարբեր երիտասարդներ ու ասենք բոլորը տարբեր խառնվածքների, բայց միասին կարողանում են ինչ-որ մի հարցի շուրջ հայտարարի կան եւ միասին ամեն ինչ կազմակերպված ձևով շարունակեն։ Վրանների տեղավորման և ամրացման աշխատանքներից հետո հերթն արդեն կենցաղային պարագաներ ու սնունդ ստանալունն էր։